Մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ, որ սիրեցիք նրա հայտնվելը։ Ողջունում եմ ձեզ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի զորավոր ու սուրբ ու պատվական անունով։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը, փառք լինի նրան։ Պատիվ ու մեծարանք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Օրեր առաջ լսում եմ մի տվյալների մասին, առաջի կիսամյակի տվյալների մասին մեր Հայաստանում, առաջի կիսամյակ, այսինքն մինչև ապրիլ ամիսների տվյալների մասին եմ լսում, փաստերի, ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թվի մասին։ Նշել եմ ինձ մոտ, որպեսզի դրա մասով խոսեմ բարձրաձայն, նշված է հետեւյալը. Հայաստանում այս տարի կտրուկ ավելացել են ամուսնալուծությունները։ Գրանցվել է մինչև օրս 6388 ամուսնություն եւ 2352 ամուսնալուծություն։ Ամուսնալուծությունների ամենաբարձր թիվը գրանցվել է Երևանում, հետո Կոտայքում, Արմավիրում եւ Արարատի մարզերում։ Այս տվյալները առաջի կիսամյակի տվյալներն են մինչև ապրիլ ամիսները։ Այսինքն հիմա մենք արդեն սեպտեմբեր ամիսն ենք, սեպտեմբերի վերջն ենք։ Սա 2352 ամուսնալուծության թիվ, փաստացի որ կան, բայց ինչքան ոչ փաստացի կան ամուսնալուծություններ, այսինքն իհարկե ես կուզենամ սխալված լինեի, կուզենամ այս հարցի շուրջ սխալված լինեմ, բայց ինձ թվում է, որ կրկնապատիկ այդ թիվը։ Սա ուղղակի գրանցված միջև ապրիլ ամսվա տվյալներն են։ Ու ես լսելով մտածում եմ, ասում եմ, Տեր, իհարկե պատճառը կարանք մի բառով կարելի ասել դա։ Որն է պատճառը։ Հիսուսից հեռանալը։ Երբ որ ընտանիքը հեռանում է Հիսուսից, երբ որ կինը կամ ամուսինը կամ կինը, մարդը հեռանում է Հիսուս Քրիստոս Աստծուց, միանշանակ սա է տվյալները, սա է ռեզուլտատը։ Այո, սենց կարելի է մի քանի բառով ասել դա, պատճառը որն է։ Բայց ես կուզենամ մի քիչ ավելի մանրամասը, ավելի խորը Տիրոջ Սուրբ Հոգու առաջնորդությամբ կիսվել ձեզ հետ։ Այն մտորումներից, այն աղոթքի մտորումներից, որ ես Տիրոջ առաջ ունեցել եմ ու ձեզ հետ փորձեմ կիսվեմ Աստծո խոսքից։ Թե իրապես Տեր, որն այն առկա խնդիրները, որ ունենք մենք այսօր, որ տեսնում ենք այդ տենդենսը նկատում ենք, այդ ամուսնալուծության վատ տենդենսը նկատում ենք ու տեսանելի է դա։ Որն է այդ առկա խնդիրները։ Թող Տերը շնորհքով լցնի ինձ եւ քեզ, որպեսզի հասկանանք ու կիսվեմ ձեզ հետ այն առկա խնդիրների մասին, որ կան։ Աստվածաշունչ Ծննդոց գիրք 3-րդ գլուխ 8-րդ խոսքից կարդամ։ Նախ սկզբից ասեմ ձեզ, որ եթե բոլորդ հիշում եք, ծանոթ եք Աստվածաշնչին, մեր Տիրոջ խոսքերին, ամենասկզբից Աստված ստեղծեց տղամարդուն եւ կնոջը, դրեց իր ստեղծած պարտեզի մեջ, որը կոչվում է Եդեմ։ Եվ Աստված պատվեր տվեց, որ այն պտուղը, որ կա Եդեմի պարտեզում, չարու բարու գիտության ծառի պտուղից չուտեն, որտեղ այն օրը, որ պետք է ուտեն, նրանք կմեռնեն։ Եվ մարդը չլսեց եւ կերավ եւ ապստամբությունը ներխուժեց մարդկության որդիների մեջ միջև օրս։ Բայց գոհություն ու պատիվ մեր լինի մեր հորը, մեր երկնային հորը, որ իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ փրկեց եւ վերադարձրեց նորից դեպի իրեն։ Փառք լինի նրան։ Հիմա տեսեք, խնդրում եմ, սիրելիներ, մեղանչելուց հետո, երբ որ նրանք չլսեցին Աստծո հրամանը, պատվիրանը, քանի որ նրանք ազատ ընտրության տեր մարդիկ էին, իսկ Աստված նրանց նախազգուշացրել էր դրա մասին, որ ձեր կերած օրը մահով կմեռնեք, բայց նրանք կերան։ Դրանից հետո 3-րդ գլուխը 8-րդ համարից սկսեմ արդեն կարդալ, երբ որ Տեր Աստված եկավ, մոտեցավ, ինչ ասեց։ Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակին պարտեզում ման էր գալիս։ Եվ Ադամը եւ իր կինը թակ կեցան Տեր Աստծո երեսիցը պարտեզի ծառերի մեջ։ Եվ Տեր Աստվածը կանչեց Ադամին եւ ասեց նրան. «Ուր ես»։ Նա ասաց. «Քո ձայնը լսեցի պարտեզում եւ վախեցա, որովհետեւ ես մերկ էի եւ թաքնվեցի»։ Եվ ասեց. «Ով պատվիրեց, պատմեց քեզ, թե դու մերկ ես, արդյոք այն ծառից, որի համար քեզ պատվիրեցի, որ նրանից չուտես, կերար»։ Եվ Ադամն ասաց. «Այն կինը, որ ինձ հետ տվիր, նա տվավ ինձ այդ ծառիցը եւ ես կերա»։
Հետո կշարունակեմ 13 համարից, ուղղակի մի փոքր կսեմ ամփոփենք այս խոսքերը։ Նախ համար առաջինը կուզենամ ձեզ մի կարևոր բան ասեմ։ Մեղանչելուց հետո ոչ թե մարդը ման եկավ Աստծուն, այլ Աստված էր ման եկավ մարդուն։ Միջև օրս մենք նկատում ենք, որ մարդը միջև օրս չի ման գալի, դաժե ինքը մեղանչում է, փախչում է Տիրոջ երեսից։ Իր համար թզենու տերևներ է գտնում, արդարացումներ է գտնում, պատճառներ է գտնում, զբաղվածություն է գտնում, նորից ու նորից տեսնում ենք այդ նույն երևույթը։ Իհարկե, Աստվածաշունչն ասում է, Աստված մեզ սկզբից սիրեց։ Ոչ թե մենք նրան սիրեցինք, ոչ թե մենք էինք նրան ման գալի, Աստված մեզ հետ ման եկավ։ Աստված է իր համար սերունդ ման գալի։ Իրապես միջև հիմա օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ Տերը ման եկավ Ադամին, ոչ թե Ադամը Տիրոջը, մեղքը գործելուց առաջ։ Մեղքը ոչ թե ուղղակի միայն քեզ ամաչեցնում է, այլ նաև վախեցնում է։ Ասում է, ոչ թե միայն ամաչեց, ծածկվեց, այլ վախեցավ նաև ծածկվեց։ Տեսեք, մեղքը ինչ տարօրինակ դրսևորում ունի, որ քո արարիչ Աստծուց, որի հետ դու քայլում էիր, ման էր գալի, սիրում էիր, շփվում էիր, փոխհարաբերության մեջ էիր, շփման մեջ էիր, բայց այսօր նա քեզ ամաչեցրել է, բայց այսօր դու ամաչում ես մոտենաս նրա շնորհքի գահին, բայց այսօր դու փախչում ես նրա երեսից։ Եվ ուշադրություն դարձրեք, Աստված գիտեր որտեղից էր մեղքը սկսել։ Աստված Ադամը վերջի մարդն էր, որ կերավ այդ արգելված պտուղից։ Առաջինը օձը խաբեց կնոջը, կինը կերավ, կինը տվեց իր ամուսնուն։ Բայց Աստված չեկավ, ասեց օձ ուր ես։ Աստված չեկավ նաև ասեց կին ուր ես, որտեվ դու քո ամուսնուն տվիր էդի։ Ասեց Ադամ ուր ես։ Ու կարծես սա ավելի է պատասխանատվության մեզ կանչում, որպես ամուսիններ, որպես տղամարդ, որպես հայրեր, որպես ամուսինների։ Դու տեսնում ես Աստված ինչ պատասխանատվությամբ է մոտենում մեզ տղամարդկանցս։ Սա չի նշանակում, որ կինը պատասխանատվություն չի կրում։ Ուղղակի ես ցույց եմ տալի մի պահ, որ դուք խորեք, մի պահ, որ դուք մտածեք։ Ուր ես Ադամ։ Գիտես, Աստվածաշունչը ասում է երկրորդ նույն Ծննդոց գլխի 2-րդ գլխի 24 համարում Ծննդոցի, ասում է այդ իսկ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը եւ կմիանա իր կնոջը եւ կլինեն մեկ մարմին։ Կմիանա, կհարի իր կնոջը։ Ասում է կթողնի իր հորն ու մորը։ Բայց այսօր մենք Պիղատոսի պես անկեղծ, Պիղատոսի պես մեր ձեռքերը լվանում ենք որպես ամուսիններ մեր պարտականությունից, մեր պատասխանատվությունից փախչելու համար։ Մենք Պիղատոսի պես մեր ընտանիքների մեջ լվանում ենք մեր ձեռքերը։ Մենք փախչում ենք մեր իսկ սեփական պատասխանատվությունից։ Մենք փախչում ենք Աստծո առաջ եւ մեր ընտանիքի առաջ պատասխանատվություն կրելուց։ Իրապես մենք փախչում ենք։ Մենք որպես տղամարդ չենք մոտիկանում, մենք մտածում ենք երևի մեր սեփական կանանց, երևի պետք է մեր մայրերը, այսինքն կիսուր կեսարարը չի, որ քո կնոջը պետք է դասիրակի։ Նրանք չեն քո կնոջը դասիրակողները։ Իմ սիրելի եղբայր, միգուցե իմ խոսքերը քեզ ցավացնի, բայց ոչինչ, եթե դու լսես դրանք, սա ճշմարտություն է, որ քեզ կսթափեցնի։ Իմ եղբայր, այսօր երկրի մեջ չափազանց ավելի շատ ամուսնալուծությունների պատճառը սա է, որ տղամարդ իր ձեռքերը Պիղատոսի պես լվում է, ցույց տալու, որ ես կապ չունեմ, ես արդարի արյունի հետ կապ չունեմ։ Դուք տեսեք։ Նույնպես վարվում ենք այսօր մենք մեր ընտանիքների մեջ։ Մենք չենք կրում պատասխանատվություն այս հարցը կարգավորելու։ Մենք տեսնում ենք, որ հարս ու կիսուր իրար հետ խնդիր ունեն։ Ասում ենք, դե լավ, ոչինչ, թող իրար հետ լավ դու ենթարկվի իրան։ Իմ սիրելի եղբայր, Աստվածաշունչն ասում է, որ տղամարդը կթողնի հորն ու մորը, կմիանա իր կնոջը, կդառնան մեկ մարմին։ Սա չի նշանակում, որ դու ատելու ես քո մորն ու հորը, որ չի կարելի իրանց սիրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը, որ ունեն քո ծնողները, նրանք կորում է, երբ որ դու մտնում ես քո ամուսնական դաշտ։ Սա նշանակում է, որ դու պատասխանատվությունը ամբողջովին քո ընտանիքի համար կրում ես դու, եղբայր, քո կնոջ հետ իհարկե։ Սա նշանակում է, որ խոչընդոտները, որ առաջանում են, խնդիրները, որ առաջանում են, դուք ինքներդ պետք է շտկեք։ Դրա համար այն ինչ որ Աստված միացրեց, որտեղ միացնող կամուրջը Հիսուսն է։ Այն ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Սա Աստծո պատվերն է։
Սա Աստծո կամքն է։ Սա Աստծո դրսևորումն է։ Երբ որ քեզ կապում է, նա կանգնում է քո մեջտեղը եւ քո կնոջ մեջտեղը։ Եթե կան խնդիրներ, կան հարցեր, պожалуйста, մոտեցեք Քրիստոս Հիսուսին։ Փորձեք հարթել իրար հետ։ Մի լվա խնդրում եմ եղբայր քո ձեռքերը։ Փորձիր Եփեսացիների 5-րդ գլխի 25 համարի պես տղամարդիկ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոս եկեղեցին։ Եվ սիրեց եւ տվեց իր անձը իր եկեղեցու համար։ Իսկ մենք մեր ընտանիքների մեջ շատ պրաստոյ հարցերում, պրաստոյ, պրիմիտիվ հարցերի մեջ ամբողջ պատասխանատվությունը թողնում ենք ու ասում ենք թող կինը, հետո էլ կինը խոցվում է վիրավորանքով, հետո էլ կինը խոցվում է մերժվածությունով առաջինը քո նկատմամբ ամուսին, որ չի զգում իր ամուսնու պաշտպանությունը, չի զգում իր ամուսնուն, որ ամուսինը ներխուժես հարցի մեջ եւ այս հարցերը լուծի։ Եվ ինչա դուրս գալի, կինը սկսում է տրվել բամբասանքներին, կինը սկսում է գտնել իր մամային, իր քույրիկներին, իր անկերուհիներին, իր բարեկամներին, իր հարևանուհիներին, չգիտեմ, ու սկսում է խոսել իր իրավիճակի մասին, որտեվ ամուսինը պատրաստ չի լսելու։ Ամուսինը պատրաստ չի լսելու, ամուսինը պրոստո իր բերանը փակում է, ասում է գնա այստեղից։ Սիրելի ամուսին, սիրելի եղբայր, սիրելի տղամարդ, դու կանչված ես այդ հարցերը կարգավորելու համար։ Դրա համար Աստված կանչեց Ադամին, օձը գայթակղեց Եվային, Եվան կերավ, Եվան տվեց իր ամուսնուն, բայց չեկավ օձից սկսեց, եւ չեկավ Եվայից սկսեց, ասաց Ադամ ուր ես, արի իմ առաջ պատասխանատվության։ Մի ծածկի քեզ թզենու տերևներով, մի փորձ ինչ որ մի բանով արդարանաս, մի փորձի արդարանաս, որ ասես դե ես ինչը փող եմ աշխատում, հիմա էլ պետք է գամ առավոտից իրիկուն աշխատում, հիմա էլ պետք է գամ տան մեջ լսեմ sense խոսակցությունների մասին, չեմ ուզում լսեմ, թողը գնացեք ստեղից։ Իմ եղբայր, շատ լավ է, որ դու պատասխանատվություն ես կրում աշխատանքի, ուտելու, հագնելու հետ կապված։ Փառք Հիսուսին քեզ համար։ Բայց սա չի միայն տղամարդու դերը։ Սա չի միայն ամուսնու եւ հոր դերը։ Սա չի, ավելի բարձր արժեքներ կան, որը կանչված ես որպես տղամարդ պահելու քո տան մեջ, կանչված ես որպես ամուսին հսկելու դրանք, պահպանելու այդ հարաբերությունը։ Եթե դու փախչում ես քո պատասխանատվությունից ու պատճառներ գտնում, որ դու առավոտից իրիկուն աշխատում ես, հələ մի հատ հերիք չի, մի հատ էլ գալիս ես տուն ու տենց խոսակցությունների ես առնչվում։ Կթողնի իր հորն ու մորը տղամարդը եւ կմիանա իր կնոջը։ Այսօր այս պատասխանատվությունը կրելու, փախչելու, այս պատասխանատվությունից փախչելու արդյունքն է այսօր ամուսնալուծության մեծ պատճառները։ Իհարկե, ես չեմ ասում միայն տղամարդի կինն էլ հետը, բայց ամուսինը փախչում է իր սեփական պատասխանատվությունից։ Ոնց կուզեք արեք կնոջն ասում է։ Ու մենք դառնում ենք վարձկան ամուսիններ, վարձկան հայրեր։ Մենք դառնում ենք վարձկաններ։ Իսկ Սուրբ Գիրքը Հովհաննեսի ավետարանի 10-րդ գլխի մեջ Հիսուս Քրիստոս ասում է վարձկան հովիվը, գիտես ոնց է վերաբերվում, եղբայր։ Ասում է վարձկան հովիվը, երբ որ տեսնում է գայլերը գալիս են, որ հոտը իրանը չի, դրա համար ասում է թող գան, դա եկել են։ Երբ որ դուք տեսնում եք խնդիրները գալիս են ու խնդիրները առկա են, դու դառնում ես վարձկան ամուսին, ասում ես թող ոնց կուզեն իրանք հարցերը լուծեն։ Նույնը մայրերն են ասում իրանք երեխեքի հարցով։ Մի քիչ ջղայնացնում են միգուցե, ասում են թող ոնց կուզեն իրանք հարցերը լուծեն։ Դուք դառնում եք վարձկան մայրեր, վարձկան ամուսիններ, վարձկան հայրեր, վարձկան զույգեր։ Եվ դուք տեսնում եք ձեր ընտանիքում առկա խնդիրները, բայց դուք դրանցից փախչում եք։ Տերների մեզ, մենք կարիք ունենք քո շնորհքի։ Տեր, մենք կարիք ունենք պատասխանատվություն կրելու, ասում եթե քո ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի նրան։ Եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է, հան նրան։ Սա խոսում է պատասխանատվության մասին։ Սա խոսում է այն ճանապարհի մասին, որի մեջ դու քայլում ես։ Այն գործերի մասին, որ դու կատարում ես։ Այն ընթացքի մեջ, որ դու գտնվում ես։ Թող նրանք, կտրի քեզանից դեն գցիր։ Պատասխանատվություն կրիր։ Քեզ վրա կտրի դրանք քեզանից։ Այն ինչ քեզ գայթակղեցնում է, եղբայր, կտրի քեզանից դրանք։ Դուրս հան դրանք քեզանից։ Ճանապարհդ փոխի, դարձի դեպի Տիրոջը, դարձի դեպի նրա ճշմարտության խոսքը։ Տեսեք ինչ է ասում Ադամի մասով Տերը։ Տեսեք, մի փոքր առաջ եմ ուզում գնալ։ Տեսեք 17 համարում
Եվ Ադամին ասաց, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառիցը, որի համար պատվիրեցի քեզ ասելով նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով։ Եթե Եվան ուղակի իր ծննդաբերության հետ կապված խնդիրներ ուներ, այսինքն իր կատարած մեղքը ազդեց իր սեփական կյանքի վրա, իր սեփական ծննդաբերության վրա, բայց Ադամի կատարածը ազդեց ամբողջ երկրի վրա։ Եթե դու այսօր տղամարդ մտածում ես, որ այն պատասխանատվությունը, այն գործողությունը, որ քոնը չի, դու միշտ դրանից փախչում ես, ասում ես դեսի իմը չի, թող իրանք իրանց մեջ լուծեն։ Քո ընտանիքի խնդիրը, քո կնոջ հետ կապված խնդիրը, քո երեխաների հետ կապված խնդիրը, որպես հայր, որպես ամուսին։ Եթե դու դրանից փախչում ես, իմացի այն անեծքը, որ գալիս է քո միջոցով, ավելի լցվում է երկիրը։ Մենք կարիք ունենք, որպես տղամարդ ապաշխարելու։ Իմ սիրելի եղբայր, իմ սիրելի քույր, մենք չենք մեղանչում մարդու առաջ, համար առաջինը։ Մենք մեղանչում ենք բարձրյալ ամենակարող Սուրբ Աստծո առաջ եւ նրա ճշմարտության խոսքի առաջ ենք մեղանչում։ Մենք մեղանչում ենք նրա ճշմարտության խոսքերի առաջ, նրա կենթանի Աստծո Հիսուս Քրիստոսի փառավոր Աստծո առաջ ենք մենք այսօր մեղանչում։ Մենք ուղղակի չենք մեղանչում մարդու առաջ։ Մենք մեղանչել ենք ու մեղանչում ենք շարունակել մեղանչելով փախչելով մեր պատասխանատվությունից կենթանի Աստծո առաջ։ Իմ եղբայր, բայց ժամանակն է եկե կանգնելու, ժամանակն է վերադառնալու, ժամանակն է եկե պատերազմելու, ժամանակն է եկե այդ գայլների բերանը փակելու, ժամանակն է եկե դադարելու, վարձկան ամուսնու, վարձկան հոր կամ վարձկան մոր դեր տանելու։ Եկեք բոլորս պատասխանատվություն կրենք կենթանի մեր Աստծո։ Մենք կորցրել ենք Տիրոջ երկյուղը, մենք կորցրել ենք Տիրոջ վախը։ Ու այսօր դրա համար արդյունքը սա է։ Մենք այս Եդեմի պարտեզը մոռացել ենք, սրազու Ադամն ասում այն կինը, որ տվեցին ինքն էր մեղավոր։ Բայց դու մոռանում ես, որ մի մատը, որ մեկի վրա սենց ցուցամատը տնկում ես, երեքը միանգամից քեզ անայում։ Քո պատասխանատվությունը ավելի մեծ է։ Եթե դու կնոջն ես ցույց տալի, որ նա էր մեղավորը, իմացես երեքը քեզ անայում։ Միգուցե դու արդարացել ես։ Միգուցե դու գնացել ես Ռուսաստանները, միգուցե ինչ որ խոսքերի, խոպանների, չգիտեմ, փողերի ընթացք ես տարիներով չես եկել քո տուն։ Ու հիմա այսօր դառնությունը, կասկածանքը, խանդը ներխուժել է քո կյանք։ Ասում ես, երևի կինս ման է գալի։ Սա գովելի բան չեմ ասում կնոջ համար։ Սա գովելի, սա արդարացում չի կնոջ համար։ Սա կնոջ համար երբեք չի կար արդարացում լինի։ Սա մեղք է, եթե կինը ասում է բողոքում է միջև այսօր իր ամուսնուց, որ իր ամուսին իր ամուսնական դերը չի տանում, իր ամուսնա իր որպես ամուսին իր պատասխանատվություն չի կրում։ Սա երբեք պատճառ չի, սիրելի քույր, սիրելի կին, որ դու Աստծո առաջ կարաս գտնես այդ պատճառը։ Եթե դու թողել ես ու պղծել ես քո ամուսնական անկողինը ու դու չես պահել քո ամուսնական անկողին սրբության մեջ, ես քեզ խնդրում եմ, որ դրա համար ապաշխարել է պետք ու դառնալ է պետք կենթանի Աստծուն։ Աստված գիտի քո խնդիրների մասին, բայց Աստված չի արդարացնում քո կատարած մեղքը։ Աստված կարդարացնի քեզ, հեռացնելով քեզանից մեղքը իր սուրբ արյունով, եթե դու ապաշխարես, նա կների քեզ։ Այսօր շատ անգամ ես լսել եմ, Տերը շնորհք տվե։ Սենց հարցերի մեջ շատ անգամ եղել ենք, ներգրաված Աստծո Սուրբ Հոգով, որպեսզի Աստծո հոգին շարժվել այդ մարդկանց ընտանիքների կյանքում։ Շատ անգամ ես լսել եմ կանանց, որ փորձել են արդարանալ, որ իրանք հորմոնային խնդիրներ ունեն եւ սեքսապաթոլոգները, բժիշկները իրանք խորհուրդ են տվել, որ պարտնյորներ ճարեն իրանց համար։ Սա абսուրդ է։ Սա ծայրահեղ абսուրդ է սա։ Սա այն աստիճանը ընկե մարդ Աստծո հետ փոխհարաբերությունից, որ այսօր սեքսապաթոլոգներն ու բժիշկներն են ասում, որ ինչ անեն։ Շնության ճանապարհը ավելի հեշտացնելու, շնության ճանապարհը ծածկելու, արդարացնելու համար։ Ասում եմ ոչինչ, դու քեզ համար պարտնյոր ճարի։ Սա խայտարակ սուտ է, սիրելի քույր։ Ուղղակի քեզ պետք է ապաշխարել ու դրանից այդ կրքի ու ցանկության ոգիներից հրաժարվել է պետք քեզ։ Սուրբ Գիրքը գաղատացիների բերանով շատ պարզ է ասում, ով Քրիստոսինն է իր մարմինը կրքերով եւ ցանկություններից խաչն է անում։ Չկա արդարացում։
Սուրբ Գիրքն ասում է, որ շնացողները, պոռնիկները երկնքի արքայություն չեն ժառանգելու։ Չկա արդարացում։ Չկա արդարացում են բանի համար, որ կին ասում է, ես ինքնաբավարարությամբ եմ զբաղվում, տղամարդ ասում է, դե ես էլ իմ ինքնաբավարարությամբ եմ զբաղվում, դե կնոջս չեմ տեսնում, ասում եմ, ոչ մեկ էլ չեմ շնանում, ուղղակի ես մտածում եմ իմ կնոջ մասին ու այդ պղծությունը գործում եմ։ Սիրելի եղբայր, եթե դու դրա մեջ ես, ես քեզ խնդրում եմ ու հորդորում եմ, սա պղծություն է Տիրոջ առաջ։ Դու պարկում ես դևերի հետ։ Դու ուղղակի քո կնոջ մասին չես մտածում։ Եթե դու տենց այդ մեթոդով արդարանում ես, ես խնդրում եմ քեզ, որ վազնես դեպի Հիսուս Քրիստոսը։ Եվ խնդրում եմ քեզ, որ դու սթափվես։ Եվ խնդրում եմ քեզ, որ դու չարդարացնես քեզ այդ մեթոդներով։ Ես քեզ խնդրում եմ, եթե դու չես ուզում, չես կարողանում, քո կնոջ ունեցի քեզ հետ։ Ման տուր քեզ հետ։ Եթե չի էլ ստացվում, ուրեմն խաչապայտին հանկրկերով ու ցանկություններով քո մարմինը սարդարացում չի իմ եղբայր։ Սարդարացում չի, պոռնիկները, պիղծերը Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Սա պղծություն է Տիրոջ առաջ։ Սա լուրջ պղծություն է, եղբայրներ։ Նաև քույրերին է վերաբերվում։ Մեր պատասխանատվությունը մեծ է։ Մեր պատասխանատվությունը մեծ է, մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը Աստծո առաջ։ Ու գանք դեպի Տիրոջը, խնդրենք դեպի Տիրոջը, որ Տեր օգնի մեզ, խնդրում եմ։ Մենք գիտենք Սուրբ Գիրքը ինչ ասում մեզ։ Սուրբ Գիրքը շատ պարզ Մարկոսի ավետարան 10-րդ գլխի մեջ Հիսուսը խոսում է ամուսնալուծության մասին։ Երբ որ գալիս են եւ Տիրոջը հարց են տալի։ Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ, 2-րդ համարից կկարդամ։ Բայց փարիսեցիները մոտ եկան նրան հարցրեցին Հիսուսին, թե արժան է մարդիս, որ կին արձակե, եւ փորձում էին նրան։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրանց. Մովսեսը ինչ պատվիրեց ձեզ։ Նրանք էլ ասեցին. Մովսեսը հրաման տվավ արձակման թուղթ գրել եւ արձակել, եւ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. Նա ձեր քարասրտության, այսինքն խստասրտության համար այդ պատվիրանը գրեց ձեզ, բայց ստեղծագործության սկզբիցը Աստված նրանց արու եւեք արավ եւ ասեց. սրա համար մարդը իր հորը եւ մորը կթողե եւ իր կնոջը կհարե եւ երկուսը մեկ մարմին կլինեն այսպես որ այլևս երկու չեն, բայց մեկ մարմին։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի։ Ասма ձեր խստասրտության պատճառով բաժանման թուղթ գրեց։ Ապահարզանի թուղթ գրեց։ Ամուսնալուծության թուղթ գրեց։ Խստասրտության։ Որտեվ զգաց ու հասկացա, որ միգուցե այնքան բան անցնի, որ խանդի պատճառով, չգիտեմ, այս կին ավելի շատ տուժվի։ Սա նորից եմ կրկնում, չեմ արդարացնում հիմա կանանց, հերթը կհասնի կանանց։ Շատ բան կա իմ սրտի մեջ ասելու, կիսվելու։ Խստասրտություն ինչից է գալի, որ մենք փախչում ենք մեր պատասխանատվությունից, որ մենք խուսափում ենք պատասխանատվություն կրել, եւ միշտ մեր մատը տնկում ենք, ասում ենք ինքն էր մեղավոր։ Ահա սրանից գալիս է խստասրտությունը։ Մենք մոռանում ենք մեր Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խոսքերը, ասում ենք կեղծավոր։ Քո աչքի մեջի գերանահան։ Քո աչքի մեջի գերանահան։ Նոր կտեսնես դիմացինիդ մեջի ճոպը։ Ճուղը, շուղը։ Տեսնում ես։ Տեսնում ես։ Աստված մեր աչքինը համարում է գերան։ Իսկ մենք ասա խստացնում է մեզ։ Երբ որ ամեն անգամ այսպես մեր մատը տնկում ենք մեկի վրա, ասում ենք սա է մեղավոր։ Չէ, նա է մեղավոր։ Սա է ռեզուլտատը։ Ռեզուլտատը արդյունքը դրա խստասրտությունն է։ Արդյունքը դրա այս քարասրտությունն է։ Եվ արդյունքը արձակված մարդիկ, արձակված տղամարդիկ եւ արձակված կանայք։ Եվ ինչա դուրս գալի արդյունքում։ Արձակված սրտից ինչա դուրս գալի։ Խստասիրտ սրտից ինչա դուրս գալի շնություն։ Քարացած սրտից ինչա դուրս գալի շնություն։ Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 18 համարից կարդացեք տեսեք։ Ինչա դուրս գալիս սրտից է տես բաներ դուրս գալիս։ Եվ ինչա դուրս գալիս վրեժխնդրությունով ծառավ արձակված զույգեր։ Որ կինը ցանկանում է ամուսնուց վրեժխնդիր լինի, ամուսին ցանկանում է կնոջից վրեժխնդիր լինի։ Եվ նրանք վրեժխնդրությունից դրդված կանայք են ճարում եւ ամուսիններ են ճարում։ Ու դու գիտեք այդ ամուսնական կապը, որ իրանք երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ անգամ մտնում են ամուսնական կապի մեջ, դա իրանք երջանկություն է բերում։ Ոչ, սիրելիներ, մի խաբեք ինքներդ ձեզ։ Վրեժխնդրության ծառավից քո
Անցյալում եղած ամուսնուց կամ կնոջից դու քեզ համար տղամարդ ես ճարել, որ իրան ապացուցես, որ տես ես ամուսնացամ։ Տես ես այսօր կին ունեմ, տես ես այսօր արդեն ամուսին ունեմ իմ կողքը։ Ու դու գիտես դու երջանիկ ես։ Չէ, իմ սիրելի քույր։ Դու կարիք ունես Քրիստոս Հիսուսի շնորհքի։ Դու կարիք ունես քո սիրտը բացելու Աստծո որդու Հիսուս Քրիստոսի առաջ, որ նա բժշկի քո սիրտը։ Քո խոցված, քո վիրավորված, քո վրեժխնդրությունով լցված սիրտը։ Քո ապացուցելու ցանկությունով լցված սիրտը։ Եվ այդ ապացուցելու արդյունքում ինչա դուրս գալիս, մենք մեր երեխաներին ենք զոհ տալիս։ Եվ արդյունքում եւ արանքում ովքեր են տուժում երեխաները եւ նրանք զոհ ենք տալիս սատանային։ Եվ նրանք զոհաբերում ենք, որտեղ մենք դառնում ենք ավտոմատ վարձկաններ։ Խնդրում եմ ձեզ սթափվեք։ Խնդրում եմ ձեզ կանայք, եթե ամուսնալուծված եք, մի փննովեք, մի մեղադրեք ձեր երեխաների առաջ ձեր ամուսիններին։ Խնդրում եմ ձեզ ամուսիններ, եթե ամուսնալուծված եք ձեր երեխաների առաջ ձեր կանանց, մի մցրեք ցեխ ու հանեք։ Սա վնասում է իրանց։ Սա վնասում է իրանց։ Սա վնասում է իրանց։ Խնդրում եմ, ապագա Աստծո հետ քայլելու համար վնասում է իրանց։ Գիտես ինչքան խոցված երեխաներ կան տենց։ Ինչքան խոցված տենց սրտեր կան։ Եվ մեր երկնային հոր հետ, որ նա հայր է, փոխհարաբերությունը չի ստացվում։ Գիտես ինչքան տենց խոցված երեխաներ կան։ Ես չգիտեմ ձեզ ստացվել է իրանց հետ շփվեք, ինչքան չափով եք, որքան չափով եք իրանց հետ շփում ունեք, թե չէ։ Այտենց մարդկանց խոցված են ուղղակի։ Եվ իրանք մտածում են, որ երկնային հայրն էլ իրանց հոր պես է, որտեվ իրանց մայրը շատ անգամ է փնով է իրանց պապայից։ Եվ իրանք մտածում են, որ Հիսուսն էլ տենց է։ Միայն Քրիստոսի շնորհքն ու Սուրբ Հոգու ներգործությունն է, որ կպնում այդ սրտերին։ Մի արեք տենց բան։ Այսօր համեմատությունը, պրաստոյ պատճառներ եմ ասում ձեզ։ Համեմատությունը, հələ լավ աշխարհը մի կողմ եմ թողում, հələ մի հատ աշխարհը ինքն իրանով կա լավ, քրիստոնյաների մասին եմ խոսում։ Մտնում են եկեղեցու շենք, իրանք արդեն ամուսիններ ունեն, կանայք ունեն, եւ իրանց սրտի, իրանց մտքի մեջ սկսում են համեմատել։ Այ այնս լավ կլեր, որ իմ կինն էլ էս շորերի պես հակներ, այ իմ կնոջ մազերն էլ սենց լներ։ Այս կինը իմ հետ ավելի լավ կսազեր։ Կամ այս տղամարդը տեսնես լավ կլեր, որ ամուսինս էլ սրա նման էր։ Այս տեսքով սենց հակնվեր, սենց խոսեր, սենց ակտիվ լներ։ Ու մենք չենք էլ նկատում ոնց ենք համեմատում ու դառնում վարձկաններ։ Անենց արագ ենք մեր տեղեր զիջում։ Անենց արագ ենք այդ պղծության ցանկություններին, այդ խայթոցներին օծի տեղ տալի։ Անենց արագ մենք ապաշխարության կարիք ունենք։ Խնդրում եմ ձեզ, խնդրում եմ։ Սա մեղադրանք չի։ Սա ճշմարտությունն է, արկա։ Մի խուսափի քո պատասխանատվությունից։ Այս համեմատությունների համար արի Տիրոջ առաջ։ Տեր ների ինձ, որ միջև օրս ես իմ կնոջը համեմատում եմ, էս ինձ աղջկա հետ, էս իշ քրոջ հետ։ Ներ ինձ, որ դա ինձ մեջ տրտունջ է ծնում, Տեր, բողոք, բարձրյալ Աստվածների ինձ խնդրում եմ։ Տեր Հիսուսների ինձ, իրոք շնորհքիդ կարիք ունեմ, Տերների ինձ, որ ֆանտազիա եմ անում, Տեր։ Ու հիասթափություն ա գալ իմ կնոջից, հետո դու մտածում ես, ասում ես, մի սթից բանից կռիվ ա սկսում, չեմ կարում կնոջս հետ։ Եղբայր, 10 անգամ քո կնոջը փոխել ես։ Քո սրտի մեջ, քո մտքի մեջ, համեմատելով մի ուրիշի հետ։ Եվ արդեն էլ քո կնոջը չես տենում, ուրիշին ես տեսնում։ Սիրելի քույր, 10 անգամից ավել քո սրտի մեջ քո ամուսնուն փոխել ես, համեմատելով։ Այնքան ծածուկ այս միտքը, այնքան նուրբ այս միտքը, խնդրում եմ քեզ, մի խուսափի դրանից, արի Հիսուսի առաջ։ Խնդրում եմ, այդ համեմատությունների տրտունջների գոհացի քո ամուսնու համար, գոհացի քո կնոջ համար, գոհացի խնդրում եմ, հələ տես
Տերը Հիսուս Քրիստոսը Տիրոջ խոսքը Մարգարեի բերանով ինչ խոսքեր է ասում, խնդրում եմ մի հատ լսեք Մաղաքիայի այս տողերը, տեսեք ինչ տողեր է ասում, Մաղաքիա 2-րդ գլուխ 13 համարից կկարդամ։ Մաղաքիա 2-րդ գլուխ 13 համարից։ Եվ երկրորդ սա եք անում, ծածկում եք արտասուքով Տիրոջ սեղանը, լացով ու ողբով, որ նա այլևս չի նայում ընծային եւ հաճոյությամբ չի ընդունում ձեր ձեռքիցը։ Բայց դուք ասում եք, ինչու համար։ Նրա համար, որ Տերը վկայում է քո եւ քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Ասում եմ, որի դեմ դու անհավատարիմ ես եղել։ Եղբայր նորից ամուսնուն ու կանչում է պատասխանատվության։ Սա նաև կնոջն է վերաբերվում միանշանակ։ Ասում է քո եւ քո երիտասարդության կնոջ մեջտեղը։ Նա է կապող օղակը, խնդրում եմ նրան մի հանեք։ Դուք հիշում եք բոլորդ, օրինակ Մատթեոս 24-րդ գլուխ, Մարկոս 13-րդ գլուխ, երբ տաճարը քանդվեց։ Երբ տաճարը քարը քարի վրա ասես չի մնա, երբ որ Հիսուսը դուրս եկավ այդ տաճարից։ Երբ որ նա դուրս եկավ, ցույց տվին աշակերտները, ասեց քարը քարի վրա չի մնա։ Հիսուսին դուրս մի հանեք ձեր ամուսնական կապից, ձեր մեջտեղից ամուսիններ։ Խնդրում եմ ձեզ, Հիսուսին մի զրկեք իր աստվածային ներկայությունից ձեր իսկ սեփական կյանքի մեջ, կապի մեջից, մի հանեք նրան դուրս, խնդրում եմ, մի անտեսեք նա սուրբ է, խնդրում եմ ձեզ, որ ամուսնական կապից Հիսուսը գնաց քանդվելու է, որ տնից դուրս եկավ, փլուզվելու է, խնդրում եմ, նա սուրբ է, վերադարձեք սրբության, վերադարձեք Աստծուն, սա Աստծո պատվերն է, սա Տիրոջ կանչն է, ես սուրբ եմ, դու էլ սուրբ ես, դու կանչված ես համեմատվելու ինձ հետ, դու կանչված ես համեմատվելու քո դիմացինի, կողքինի, հարևանի, բարեկամի, ընկերոջ հետ։ Տերն ասում է, ես սուրբ եմ, սա պատվեր է, ու քեզ կանչում է, որ դու հենց այտենց սուրբ լինես։ Մի ուճուր դաժե դրանից հեռանալը, դա արդեն պատվիրանի խախտում է, արդեն էլ սրբության մեջ չես։ Այն բալանսը, այն որ պետք է ուղղվես, սա Աստծուն նայելով է, Հիսուս Քրիստոսին նայելով է, նա քեզ կանչել ասում է, ես սուրբ եմ, դուք էլ սուրբ եղեք, իմպես սուրբ եղեք, սա Աստծո պատվերն է, իրապես որ դու սուրբ լինես, ու սուրբ անես Աստծուն քո սրտի մեջ, դու ուրիշ տարբերակ չունես, դու պետք է ուղղվես, նմանվելով Աստծո սրբությանը։ Խնդրում եմ, կարդում եմ դաշը։ 15 համար։ Եվ այն մեկն էլ չարավ, որի հոգիի առատությունն ուներ, եւ ինչ էր փնտրում այն մեկը, Աստծո սերունդ։ Թույլ տվեք այդ երեխաներին գան Աստծո մոտ։ Թույլ տվեք, խնդրում եմ ձեզ, օգնեք նրանց, շատ եմ խնդրում։ Ոչ թե այս ինտերնետային, այս չգիտեմ, այս մուսր, այս դիվային մուսրը, որ կա երեխեքի sense ուղեղը մթագնում է դեռ։ Խնդրում եմ, զրկեք նրանց դրանից։ Թույլ տվեք, մեծացրեք Աստծո խոսքով ու խրատով։ Օգնեք նրանց մոտենան Հիսուսին։ Օգնեք նրանց ընդունեն Հիսուսի օրհնությունը։ Օգնեք նրանց Հիսուսի հետ փոխհարաբերություն ունենան։ Խնդրում եմ, այդ պարտականությունից սա ձեզ համար առաջի պարտականություն որպես ծնող հանձնառեք Տիրոջ առաջ, որտեվ նա այդ սերունդն է մանգալի, նա հենց այդ սերունդն է վստահի քեզ։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերի մասին եւ երիտասարդությանդ կնոջ հետ անհավատարիմ մի լինիր։ Անհավատարիմ մի լինիր։ Մի համեմատ իրան ոչ մեկ հետ, խնդրում եմ քեզ։ Տեսեք ինչ ասում, որովհետև ես ատում եմ, ապա հարձան ասում է Իսրայելի Տեր Աստվածը, եւ նա ծածկում է ոճրով իր հանդերձը, ասում է Զորաց Տերը, ուրեմն զգուշացեք ձեր անձերի մասին եւ անհավատարիմ մի լինեք։
Հələ տեսեք ինչ ասում եբրայցիներից թղթի մեջ նույն ձև 13:4 եբրայցիներից թուղթ Ամուսնությունը ամեն կողմանեն պատվական է եւ ամուսնական անկողինը սուրբ, բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստված կդատե։ Ինչ ենք անում մենք։ Հələ տեսեք Աստված, գիտես շատ քիչ տեղերի մասին է, որ Աստված սրբության մասին խոսում է, ասում է ես սուրբ եմ, դուք էլ սուրբ եղեք։ Որտեղ ոչ մի պիղծ բան երկնքի արքայություն չի մտնի, բայց նա քո ամուսնական անկողին անվանում է սուրբ։ Ես դու ո՞նց ես երբևիցե մտածել ես դրա մասին, եղբայր կամ քույր, երբևիցե մտածել եք դրա մասին։ Երբևիցե մտածել ես ամուսնական անկողնուտ վրա Աստծո պաշտպանությունը լինի։ Երբևիցե մտածել ես երկյուղածության մոտիկանաս այդ հարցին։ Երբևիցե մտածել ես երկյուղածություն կա մեջդ։ Տեսօր ամուսնական անկողիները պղծվում է պոռնոգրաֆիկ ֆիլմերով ու պոզաներով, կամասուտրաներով ու չգիտեմ ինչ պիղծ երևույթներով։ Հանուն նրա, որ մեկը մյուսին հաճանա։ Որտեղ մենք թույլ ենք տվել պղծությունը ներխուժի մեր ընտանիք, դրա համար ապականվել է։ Մենք դուրս ենք եկել Աստծո խոսքի ստանդարտի սրբությունից։ Ասում ենք ում իշ գործնա ամուսիները ինչ ուզեն կանեն։ Սուտ են ասել, եթե մի ծառայող քեզ ասել է ամուսիները ինչ ուզեն կանեն ամուսնական անկողնու մեջ, սուտ են քեզ ասել։ Իրանք խաբել են քեզ։ Եթե դու լսել ես մի քարոզ, մի ծառայողի, որ ասել է դա ամուսինների ներքինն է, ինչ ուզեն կանեն, իրանք սխալվել են։ Որտեւ Աստվածաշունչն ասում է ամուսնական անկողինը սուրբ է։ Եվ այդ սրբության մեջ այնքան նրբություններ կա։ Այդ անկողնու մեջ այնքան նրբություններ կա։ Մի պղծեք այդ ամուսնական անկողինը։ Աստծո օրհնությունը մի հեռացրեք պղծությունով ձեր ամուսնական անկողիներից, ձեր սրնդույց։ Մի արեք դա։ Ֆիլմերից, պղծություններից, այդ պոռնոգրաֆիկ տեսարաներից վերցված կադրերը մի մցրեք ձեր անկողին։ Դուք պիղծ ու չար ոգիներին եք տեղ տվել, ու նրանք մտել են ձեր անկողին ու պղծում են։ Խնդրում եմ քեզ, եղբայր ու քույր, այսօր եկեք պատասխանատվության։ Դարձեք դեպի կենդանի Աստծուն։ Տիրոջից ներողություն խնդրեք։ Սրան վերջ դնել է պետք, եղբայր։ Սրանք թողել է պետք։ Սրբությանը վերադառնալ է պետք եւ սրբությամբ Աստծո որդուն պաշտել է պետք։ Օրհնյալ է նրա սուրբ ու պատվական անունը։ Շատ անգամ մի յարկի դեպք, շատ տարիներ առաջ մի քույր ում սրտին կպել էր Տերը, օտար երկրից էր, ինքը խնդիր ուներ իր ամուսնու հետ կապված, շատ լուրջ խնդիր ամուսին իրան շատ լուրջ հալածում էր, վտանգի տակ էր ամեն օր իր կյանքը։ Եվ նա արտասվում էր, լացում էին, եկեղեցում աղոթում էին։ Ես չեմ ճանաչում այդ մարդուն։ Եվ նա ինձ հետ խոսում էր, զանգել էր իրար հետ խոսում ենք, աղոթում ենք։ Երևի մի օր խոսելուց հետո նրա հաջորդ օրը Տեր ինձ շատ հստակ մի խոսք տվեց, որ ինքը անկեղծանա, այն ինչ որ արել է իր ամուսնու նկատմամբ։ Եվ տվյալ կինը սկսավ ինձ պատմել, թե ինչ մագյաներ ու կախարդություններ արել իր ամուսնու վրա։ Ես սա կբարձրաձայնեմ, որպեսզի այն կանայք, որ տենց գործողություններ են ունեցել ու արել, ու միջև այսօր իմացեք, որ ասում է Սուրբ Գիրքն ասում է կին իր մարմնի տերը չէ ամուսին իր մարմնի տերը չէ կինը։ Ասեց դաշտանի այրուն եմ խմացրել, ինչ մեռելների ոսկորներ, ինչ կարթեր, ինչ կախարդություններ, ինչ աստիճան դիվային դրսևորումներ։ Այն տեսակ, այն աստիճան, շատ լուրջ, շատ մեծ։ Եվ ամուսինը դրա մասին երբեք տեղյակ չի եղել։ Ամուսինը երբեք դրա մասին չի իմացել։ Եվ նա ես ասի սիրելի քույր, դու քո ամուսնուն դիվահարել ես։ Եվ այն տեսարան այն ինչ որ արել ես քո ամուսնու վրա, հիմա քեզ է պատտվել որ ուտի։ Եվ ինչ ես կարծում ինչ պետք է անես, ապաշխարես։ Դու պետք է խոստովանես Տիրոջ, եկեղեցու առաջ։ Գնաս քեզ համար աղոթենք, եւ գնաս քո ամուսնուց ներողություն խնդրես։
Խնդրես, որ քո ամուսինը քեզ ների ու ասես, որ ես սենց եմ վերաբերվել քեզ հետ։ Խնդրում եմ ինձ ների։ Եվ նրան էլ օգնես, որ նա ապաշխարի։ Որտեվ միմիայն Հիսուս Քրիստոսի շնորհքն է հարկավոր քո ամուսնում։ Միմիայն առանց որի անհնար է։ Առանց Հիսուս Քրիստոսի անհնար է։ Եվ այսօր մենք մոռանում ենք մեր պատասխանատվության մասին, կանայք։ Մոռանում ենք, կանայք, որ ինչ պատասխանատվությանը կանչե, ինչ սրբության, ինչ հես կյանքի աստվածապաշտության Տիրոջ առաջ։ Մենք ում ուժին ենք դիմել, ում անունին ենք դիմել, ում անունով ու ինչ ուժերով ենք անիծել մեր սեփական ամուսիններին։ Եվ դա բացահայտված չի։ Շատերն ասում են, ինչի մեր ամուսինները չեն ապաշխարում։ Ես համոզված եմ, որ սա պատճառներից մեկն է։ Չեմ ասում սա ընդհանուր, բայց սա լուրջ պատճառ է։ Որտեվ սատանան գիտի, որ կինը իր մարմնի տերը չի, այլ ամուսինը։ Ամուսինը իր մարմնի տերը չի, այլ կինը։ Խնդրում եմ քեզ, սիրելի Աստծո դուստր, սիրելի կին, սիրելի քույր, խնդրում եմ քեզ։ Եթե դու եղել ես այս բաների մեջ, դարձի դեպի Աստծուն, ապաշխարի, խնդրի ու կանչի նրա սուրբ ու պատվական անունը։ Ես շատ եմ խնդրում քեզ։ Ապաշխարի, դարձի, դու կարիք ունես ինքդ էլ ազատագրման։ Եվ խոստովանի, ամուսնուցդ ներողություն խնդրի դրա համար։ Ասա նրան, որ դա արել ես, ու խնդրի նրանից ներողություն։ Եվ Աստված շնորհք կտա, որ նա էլ կդառնա դեպի կենթանի ու ճշմարիտ Աստծուն։ Ես գիտեմ այդ մագիայի գործողությունը ոնց է տղամարդու կամ կնոջ աչքերը փակում։ Այս կախարդության ամպը, որ իջնում է կնոջ կամ տղամարդու վրա։ Ես շատ գիտեմ։ Գիտեմ Տիրոջ շնորհքով, գիտեմ Տիրոջ տված զորությամբ, որ ինչքան մարդիկ են ազատագրվել այդ մագիաների ազդեցությունից, որ գտնվել են։ Փառք լինի Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունը։ Մի մոռացեք, որ օծի կերակուրը դա հողն է։ Երբ որ դու մարմնավորապես ես վերաբերվում, երբ որ դու մարմնից ես խորհուրդ առնում, իմացի դու օծին ես կերակրում։ Փառք եմ տալի Հիսուս Քրիստոսին, մեր Աստծուն։ Աղոթում եմ, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին պահպանի ես Տիրոջ խոսքի սերմը ճշմարտությունը, որ նոր փոխանցել եմ ու կիսվել եմ ձեզ բոլորիդ հետ։ Տերը պահի ձեզ, Տերը զորացնի ձեզ, եւ դուք լցվեք համարձակությամբ ու քաջությամբ պատասխանատվություն կրելու համար մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաջ։ Քաջություն ունենաք, իրականում, իրապես քաջություն։ Քաջություն ունենաք նաև ապաշխարելու աբորտների համար։ Քաջություն ունենաք որպես տղամարդ նաև ասելու Տեր, ես շատ անգամ եմ կնոջը դրդել, ստիպե, որ նա գնա ու հեռացնի այդ երեխուն։ Պատճառներ կարող է շատ լինեն։ Մի փորձի խնդրում եմ պատճառներ գտնես, դրանք պատճառներ չեն։ Դրանք պատճառներ չեն, քո զբաղվածությունը արդարացում չի Տիրոջ առաջ։ Քո ստեղծված թզենու տերևները, պատճառները, թե որ այդ գործողությունը արել ես, մենք սենց ֆինանսից ելելով կամ շատ աղջիկ ունենք, չենք ուզում էլ դետել աղջիկ լիներ, դա պատճառներ չէ, սիրելի եղբայր, սիրելի քույր։ Սա մեղք է, սպանության մեղք, որ կատարվել է։ Վաղը որ ձեր երեխաները, աբորտ արած երեխաները չվկային ձեր դեմ դատաստանի օրը։ Հիմա ապաշխարեք, այսօր է օրը ապաշխարության։ Այսօր է պատասխանատվության կրելու օրը։ Այսօր է պատասխանատվության կրելու օրը։ Հիմա, ոչ թե վաղը։ Տերը զորացնի ձեզ։ Տերը զորացնի ձեզ, համարձակությամբ լցվեք ու դարձեք դեպի Տիրոջը։ Դարձեք դեպի Տիրոջը ապաշխարությունով, հեզ սրտով ու խոնարհությունով։ Եթե մենք խոնարհվենք, Տերը կբարձրացնի մեզ։ Փառք լինի նրան։ Տերը զորացնի ձեզ բոլորիդ։